Ես գտնվում եմ արտերկրում եւ սկսել եմ իմ հանդիպումները սփյուռքյան կառույցների, իմ շատ լավ սփյուռքահայ բարեկամների հետ, անկեղծորեն եթե ինձ հարցնեն, որն է ազգային միասնության համար այսօր ամենաառանցքային, բայց նաեւ ամենաիրական քայլերից մեկը, կասեմ, Հայաստանի Հանրապետությունում արևելահայերենի կողքին արևմտահայերենի հռչակումը որպես համահավասար պետական լեզու նույն իրավազորությամբ եւ նույն կարգավիճակով։ Մենք մեկ ժողովուրդ ենք, երկու բարբառով, երկու հնչողությամբ, բայց միևնույն ցավալի անցյալով եւ միևնույն պայծառ ապագայով։ Արևմտահայերենը չի ապրում միայն գրքերում կամ հիշողության մեջ։ Այն միլիոնավոր մեր հայրենակիցների խոսքն է Ստամբուլից մինչև Փարիզ, Լոս Անջելեսից մինչև Բեյրութ։ Արևմտահայերը հայրենիք ունեն եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է նրա լեզվին տալ պետական լեզվի կարգավիճակ։ Արևմտահայերենի դասական ուղղագրությունը պետք է պահպանել եւ դիտարկել նաեւ ապագայում արևելահայերենի աստիճանական անցումը դասական ուղղագրությանը որպես կամուրջ սերունդների միջև։ Այս քայլը մեծ փողեր, մեծ ջանքեր չի պահանջում, պահանջում է քաղաքական կամք, բայց դրա ազդեցությունը կլինի հսկայական, երբ մեր սահմանադրության, մեր պետական կնիքի, մեր դասագրքերի վրա կողք կողքի գրվեն արևելահայերենն ու արևմտահայերենը, այդ պահին Հայաստանը վերջնականապես կդառնա ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ողջ համայն հայության հայրենիքն ու պետությունը։